կարող ես բաժանորդագրվել եւ ամեն օր ստանալ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Այն ամեն ինչ հրաշալի է, այդ հրաշալի ցանկացած բան քեզ գցելու է կախվածության մեջ։ Բաժանորդագրության հարց չկար, բայց տեսնում էին ինչ որ մի բան, ինչ որ անսպասելի արժեքով, անկախ նրանից դա իրենց հարկավոր էր թե չէ, գնում են։ Չես ճանաչում ու պետք է չճանաչես այն մարդուն, ով դա լվաց է, մաքրե կտրտել է, հա, այսինքն կազմակերպությունն է պատասխանատվություն կրում ու ստանդարտներ է պահում։ Առավոտին 9-ին գնում ես գործի մինչև ժամը 1-ը խոսում եք, բա ինչ պատվիր ենք այսօր ուտելու, բա այսօր ինչ ենք ուտելու, բա դու ինչ կուզես։ Ինքը աչքերը բացեց ու ավտոմատ սկսվում է վազքը, շատ ավտոմատ։ Դու ուղղակի դե բաժանորդագրվում ես, քեզ զգում ես լավ, որ դու բաժանորդագրված ես ու չես գնում։ Ինչ ենք տեսնում ենք անդադ ուշացող գործարարներ, վերջնաժամկետները խախտող մասնագետներ։ Հիմա արդեն ուզես թե չուզես պետքա բաժանորդագրվես, որովհետև եթե դու դա չունես, դու ուղղակի կյանքից հետ ես մնում եւ դառնում ես ոչ մրցակցային։ Դրա համար երևի թե բաժանորդագրությունը ամեն ոլորտում չէ, որ կարող է տեղին լինել։ Ըստ Subscript Killer 2026 թվականի հետազոտության, Եվրոպայում միջին մարտն այսօր ունի շուրջ 12 ակտիվ բաժանորդագրություն։ Միաժամանակ մարդկանց մեծ մասը հիշում է դրանցից միայն 8-ը, իսկ մոռացված բաժանորդագրությունների պատճառով տարեկան միջինում կորցնում է մոտ 487 եվրո։ Ես միանգամից սկսեցի մտածել, ունեմ արդյոք այնպիսի բաժանորդագրություններ, որ այդքան գումար եմ կորցնում, այն էլ եվրոյով, եւ միանգամից հիշեցի մեր զրույցը, երևի հեռախոսների րոպեները չենք սպառում։ Դե որտեղից է գալիս, հա, բիզնեսը միշտ տեսնում է աշխատող ֆորմատներ ու դա լրիվ նորմալ երևույթ է։ Մենք պիտի դրան մի քիչ լավ լույսի տակ նայենք, հա, եթե ինչ-որ մի հատ ֆորմատ աշխատում է եւ այդ ամենը գտնվում է օրենքի սահմաններում, դու կարող ես դա վերցնել որպես ֆորմատ, հետազոտել, հետո այդ ոլորտում առնես քո առաջարկը։ Այսինքն, երբ որ տելեկոմում մարդիկ տեսնում են, որ տելեկոմ կլինի, սպորտզալեր կլինի, մարդը բաժանորդագրվում է, բայց ամբողջովին չի սպառում։ Հետևաբար շատ բիզնեսներում մտածում են այդ ֆորմատը եւս ներգրավել։ Եվ մի տրամաբանություն նույնպես կարծես կա, որ բաժանորդագրվող մարդը բացառապես որպես քաղաքացի եմ այս պահին ասում, եւ հոգեբանական մեկնաբանությունը, որին իրեն թվում է, որ ինքը զեղչով է այս ամենը վերցնում, այսինքն ինքը ձեռք է բերել մատչելի մի բան, բայց ինչպես հասկացանք, անվճար պանիրը միայն մկան թակարդում է։ Երբ որ ասում ենք կորցրած գումար, հա, մենք հաշվի ենք առնում սովորաբար միայն գումարի ֆինանսական արժեքը, բայց եթե մենք նայում ենք էկոնոմիկ արժեքի վրա, ու այդտեղ հաշվարկվում է ժամանակը, թե մարդը այդ ընթացքում ուրիշ ինչով է կարողանում զբաղվել, եւ մնացած բոլոր ֆակտորները հասկանում ենք, որ իրականում բաժանորդագրությունները շատ ավելի մատչելի են որոշ դեպքերում բնականաբար, քան եթե դու այդ գործընթացը անընդհատ անես ինքնուրույն ու պարբերաբար դրա վրա կորցնես ժամանակ ու ռեսուրս, ինչպես նաեւ հոգեկան առողջություն պարբերաբար։ Այո։ Եվ այս նույն կերպ ինձ միշտ թվացել է, որ ավելի մատչելի է վարորդ ունենալը, քան սեփական տեղափոխմամբ զբաղվելը, ժամանակի այդ մասին չմտածելու եւ մեքենայի մեջ գործանելու մասով։ Մի հատ հետաքրքիր հետազոտություններ կար սննդի ոլորտում, երբ որ հաշվարկ էին արել, թե քանի անձով պայմանավորված ընտանիքում նոր ձեռք է տալիս գումարային ուտելիք պատրաստելը։ Այսինքն եթե քո ընտանիքը 5 եւ ավելին չի, ձեռնտու չի ուտելիք պատրաստելը, որտեվ թվում է թե դու մաչելի տարբերակով ես գնում, բայց այն ամենը ինչքան դու պատրաստում ես, հետո չես օգտագործում, սառնանում ինչքան մնում է, հետո թափվում է եւ այլ, ինքը վերջում գալիս է կանգնում այն գումարը եւ քեզ օգուտ է մնում քո գլխացավանքը։ Վերլուծությունը ձեզ շատ ձեռնատու է։ Իրականում ես չի ուզում ես փակագծերը դեռևս բացել, բայց հենց այդ նույն մտքով, քանի որ մարդիկ չեն հաշվի առնում թափոնը, ինչպես նաեւ այդ էկոնոմիկ արժեքը, հա, ժամանակը, իրենց ջանքը եւ այլն, հունիսի 1-ից մեր կազմակերպությունը մեկնարկում է նաեւ նոր պրոյեկտ, որով ինքը մատակարարում է ընտանիքներին սնունդ, այսինքն կարող ես բաժանորդագրվել եւ ամեն օր ստանալ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Ու ընդհանրապես համարյա մինիմալ է հասնում տանը առևտրի կարիքը։ Այսինքն նույնիսկ կարող ես ընտրել, որ մենք քեզ ուղարկենք միրգ կամ քաղցրավենիք ու տանը քեզ ոչինչ այլևս ես ինքս եմ տան ուտելիքը պատրաստում, շատ բաներ տանը չեմ հասցնում անել, օգնում են, բայց ուտելիքը ես եմ պատրաստում ու գիտեմ, որ դա ավելի թանկ է։ Հա, տեսեք, եթե ես ունենամ նմանատիպ փաթեթ։ Մի քիչ ուրիշ բան էլ կա, օրինակ, ոնց ենք կարծում եմ բոլորս, հա, մեծացել, որ գնացել ենք տուն, մաման միշտ տենց ուտելիքը պատրաստել վերել դրել, կամ տատիկը կամ ինչ-որ մեկը։ Հիմա այդ մամաների ու տատիկների դերը մի քիչ փոխվել է։ Բոլորը աշխատում են, կանայք աշխատում են նույնքան, ինչքան տղամարդիկ ու ոչ մեկ դրա ժամանակը չունի։ Ուզում եք գանք մի հատ բաժանորդագրության ֆորմատի մասին, ինչի բաժանորդագրության ֆորմատը տարածում է գտնում։ Առաջինը, քանի որ
տարբեր այլընտրանքներ կա։ Դու կարաս 1 տարվով բաժանորդագրվես ու ստանաս ավելի մատչելի այդ ծառայությունը։ Այդտեղից այդ հոգեբանական նաև գալիս։ Իմ համար բաժանորդագրությունը դա ոնց որ անկանխիկ գնում է։ Երբ որ դու գնում ես խանութում ինչ որ բան ես գնում եւ քեշ այդ գումարը տալիս ես վերցնում ես այդ ծառայություն գնում ես, հետ օրվա վերջ հիշում ես, որ քո մոտ այդ գումարը կար։ Իսկ երբ որ դու վճարումը կատարում ես հաշվից, դա շատ ծանր չես տանում ամեն գնումից։ Նույնիսկ հետազոտություններ կա, որ մարդիկ ինչքան անկանխիկ են անցնում, այնքան իրանց վարվելապետը փոխվում է 30-40%, նույնիսկ ավելի շատ գումար են ծախսում։ Ու շատ դեպքերում ոչ ռացիոնալ։ Այո։ Հիմա նույնը բաժանորդագրություններն է, ինքը նաև շատ մեծ դեր ունի, եթե խոսենք ոչ միայն ծառայությունների սնունդի ինչ որ ապրանք, որը դու ստանում ես, այլ հենց թվային հարթակում ինչ որ բաժանորդագրությունների ֆորմատի, դու բաժանորդագրվում ես, շատ էմոցիոնալ կարող է գովազդ ես տենում, այդտեղ բաժանորդագրվում ես, գնում է, դա անցնում է 1-2 ամիս, ընդհանրապես մոռանում ես դրա մասին, գումարը գանձվում է քո բանկային քարտից, դու SMS-ն չես տեսնում, ու տենց դու այդ $400-500, որ Եվրոպայում կորցնում են, ստացվում է։ Երևի այստեղ շատ տեղին է խոսել կախյալ վարքից, որովհետև բոլոր հետազոտությունների հիմքում դժվար է պատկերացնել, որ դրված չի եղել մարդու վարքագծի հետազոտությունը։ Միանշանակ։ Իսկ ցանկացած բաժանորդագրություն, սննդից սկսած մինչև հեռախոսների բաժանորդագրությունը։ Ծաղիկ նվեր տալը։ Այո, այստեղ մենք բոլոր մարդիկ ծնվում են եւ ունեն կախվածության մեջ ընկնելու հակվածություն։ Ես ինչպես միշտ բոլոր եթերներից խոսելու եմ նաեւ կանխարգելման մասին, որտեղ այն ամեն ինչ հրաշալի է, այդ հրաշալի ցանկացած բան քեզ գցելու է կախվածության մեջ։ Եվ շատ կարեւոր է այստեղ ինքնակարգավորման եւ ինքնավերլուծության այն բաղադրիչը, որը քեզ զերծ է պահում նախ եւ առաջ, եթե դու տեսնում ես, որ դա անընդհատ դու անում ես անկախ իր օգուտից, առաջին հարցը, որը մարդը այս դեպքում պետք է տա, սա ինձ պետք է թե ոչ, եւ եթե ես անդադար անում եմ ու դրա կարիքը այդքան էլ չկա, նույնիսկ զուգահեռ կարոտում եմ այլ մշակույթների, ուրեմն ստոպ դու արդեն կախվածության մեջ ես։ Մենք կախվածություն ասելս հասկանում ենք ալկոհոլը, թմրանյութը, բայց խաղամոլությունը, բայց տեսեք, նույն կոճակով էմոցիոնալ գովազդից հետո ցանկացած բան վերցնելը ինքը դոֆամինի հետ կապված ուղիղ քլիքը անելու կախվածությունն է եւ եթե դու ցանկացած դեպքում դրան ուշադիր չլինես, այո, դու սկսելու ես այնպիսի բաներ բաժանորդագրվել, որոնք քեզ երբևէ պետք չեն լինելու, գումարի կորուստն էլ մի կողմ, դու մի օր հասկանալու ես, որ արդեն կախվածության մեջ ես տարբեր մարդկանց։ Ես դնեմ ստեղ գործարարի գլխարկ ու ասեմ, որ եթե մարդիկ այս հոգեբանական տենց կախում ունեն, պետքա դա օգտագործել ու եթե այս տարբերակով դու կարող ես արագ իրանց ինչ որ բան վաճառես եւ երկարաժամկետ օգուտ քաղես։ Ես մարդկանց կողմից էլ ուղղակի խոսում։ Գործարարներն են մարդիկ, բայց ամեն դեպքում որ ասի բայց ցեցի վախենալ։ Ես էլ զբաղողի կողմից խոսեմ, հա, որ այդտեղ մենակ բաժանորդագրությունների ռիսկը չի, այսինքն նույն դու կարող ես քո համար Instagram ես թերթում ինչ որ բան ես տեսնում, որ քեզ ընդհանրապես պետք չի, դու առնում ես միանգամից։ Օրինակ, ինչ արեցին Temu Wildberries-ը, այդ բոլորը մեր հետ, այդտեղ բաժանորդագրության հարց չկար, բայց տեսնում էին ինչ որ մի բան, ինչ որ անսպասելի արժեքով, անկախ նրանից դա իրենց հարկավոր էր թե չէ, գնում էին։ Տնային տնտեսուհիները այնքան մակրող միջոցներ են պատվիրում, որոնք ոչ իման չեն մակրում իրականում, նույն ճարպը հեռացնող, լաքաները հանող, հետո մի հատ հեղուկ, որը հեռացնում է այդ հեղուկի հետևանքը։ Այո, շատ ճիշտ է, միշտ կա այդ այլընտրանքային մի բանը, որ տեսեք, բաժանորդագրությունը, ինչ եմ ասում, դա որպես վաճառքի խողովակ, նայեք, ինքը հայտնվեց, մարդիկ դա հետազոտեցին, հետո տեսա մի ոլորտում դա աշխատում է։ Հիմա ինքը մտել է այն ոլորտներ, որոնք երբևիցե չեն եղել։ Սննդամթերքի ոլորտ է մտել է նվերների ոլորտ, հա, մտել է կենթանիների կոսմետիկայի եւ կենթանիների խնամքի ոլորտ, տարբեր տեղերում ու մոտավոր քեզ բացատրում են այսպես, ասում են դու մեկը այսպես թե այնպես, դա առնելու ես։ Նույնիսկ կա տարբերակ, երբ որ արդեն ամանորյա կամ տոների փաթեթներ են վաճառում քեզ։ Այսինքն պայմանական եկել ես սուպերմարկետ, պետք չի դու ընտրություն կատարես, այս արկղը կա, մենք ընտրել ենք, սա այս արկղը բավարարում է քո 80% ցանկությունները եւ ամենակարևորը ինչ որ Համլետն ասեց, ինքը 40%-ով մաչելի է։ Այսօր մարդու ուղեղը գերծանրաբեռնված է ամեն ինչ, այսինքն մեր կյանքում ամեն մանրուք դա ընտրությունն է, սկսած նրանից, որ դու աչքերդ բացում ես, դու ընտրում ես, այսօր արդյոք արթնանաս ու գնաս աշխատանքի թե չէ, ու ամեն ինչ ճանապարհին ընտրություն է, հա։ Ու այս շատ ծանրաբեռնված գրաֆիկի մեջ հիմնականում մարդկանց պետք են լինում ինչ որ սերվիսներ, ինչ որ պրոդուկտներ, որոնք իրենք կարող են այսպես ասած outsource անեն, այսինքն իրենք ուղղակի իմանան, որ դրա մասին հոգ են տարել, բայց նույն կերպ, ինչպես ես ասում եմ, կներեք
երեք Լինա ջան, ձեր խոսքը չմոռանաք, աչքերը բացում է, մի փոքր էստեղ ուղակի շտկում, աչքերը բացում է եւ այդ ծանրաբեռնվածությունը մարդուն զրկել է ինչ որ բան ընտրել։ Ինքը աչքերը բացեց ու ավտոմատ սկսվում է վազքը, շատ ավտոմատ։ Եվ դրա համար բոլոր outsource ծառայությունները այդտեղ գալիս են միանշանակ օգնելու, բայց շատ կարևոր է, որ ես այս բալանսը պահեմ, որ մի քանի հարց ավել տան ինչ որ բան ընտրելուց առաջ։ Միանշանակ, մի քանի բան նաև ասեմ, որ օրինակ, երբ որ իմ նշածի պես դու երեկոյան գնում ես տուն, կացան բացում ես, դու չգիտես մեջի ինչ է, այդ քո փոխարեն ընտրել է քո մաման, քո տատիկը, ու դու ասում ես, վայ ինչ լավ է, կնստեմ, տաք հաց կուտեմ, դու չես մտածում, ինչ սարքեմ, ինչ պատվիրեմ, ինչ անեմ, այդ ինքն իր հերթին ստրես է։ Լինայի խոսքը շարունակելով չմոռանանք շոպոհոլիկներին էլ այսօր անդրադառնալ։ Կարծում եմ շոպոհոլիզմից մինչև ակտիվ բաժանորդագրություն մեկ քայլ է, կամ նույնիսկ արդեն նրանք զուգահեռ խմբերում են։ Շոպոհոլիկները ստրեսից դուրս գալու այլ ձև չընտրելով գնացին դեպի գնումներ եւ ինքը շատ մեծ էմոցիոնալ բում է տալիս մարդուն։ Բայց իրանք արդյոք հաճույք չեն ստանում ամեն անգամ գնում կատարելուց։ Ամեն անգամ գնում կատարելիս հաճույք են ստանում, բայց մի շատ կարևոր բան, հաճույքի ալիքը այդտեղ այնքան կարճ է, որ շատ հեշտ է շոպոհոլիկին կախվածությունից անել, որովհետև ինքը միևնույն է ուզում է երկարատև հաճույքի զգացողություն։ Ես ուզում եի որսի գնացող տղամարդկանց մի պահ անդրադառնալ սննդային վարքի մեջ, նրանց արժե անդրադառնալ, տարօրինակ մի բան չեմ ասելու, նայեք, մեր արագընթաց եւ ոչ ման չհասցնող դարաշրջանում շատ զբաղված մարդկանց մի խումբ ասում է գնանք որսի, մեր ձեռքով ձուկը բռնենք, եղնիկը որսանք, նապաստակին ընտրենք կենթանասերների ականջից հեռու, բայց կան նման մարդիկ, որ զբաղվում են թույլատրված է, օրենքի սահմաններում։ Ահա, եւ հիմա նրանց հոգեբանական կտորը ասեմ, որսի գնալը արխետիպ է, ճիշտ է, գնանք, սնունդը բերենք, կինը պատրաստի եւ բոլորով սեղանի շուրջ նստենք հաց ուտելու։ Հիմա որտեղ է ավելի շատ էմոցիոնալ բումը մարդկանց համար։ Իհարկե, հիմա գամ Լինայի ասացին, դա ամեն օր չես անի։ Եվ մենք դա չենք էլ չեղարկում, այսինքն օրինակ մեր բաժանորդագրությունը, ինչպես դուք նշեցիք, ինչ որ ազատություն տալիս է, ինչպես է մեր բաժանորդագրությունը աշխատում։ Ես պատկերացեցի, հիմա դուք ասելու եք, մենք ունենք նաև այդպիսի փաթեթ։ Մենք նապաստակներին բերում ենք, դուք ընտրում եք։ Նապաստակը ձեր շենքում վազում է, կարակ որսակ, մենք կպատրաստենք։ Բաց ենք թողնում։ Չէ, իրականում մենք մարդուն այդ հնարավորությունից չենք զրկում, ինչի, որովհետև մեր բաժանորդագրությունը մի քանի տարբեր հիմնաքարեր ունի, հա, այսպես ասենք, նախ մենք առաջարկում ենք 2 շաբաթվա ռոտացիոն մենյու եւ ամեն օր առաջարկում ենք 2 տեսակ ուտեստ։ Դա ինչ է նշանակում, որ մարդը մի օրվա համար ունի 2 ընտրություն, կընտրի օրինակ բոլ, թե կընտրի սենդվիչ։ 2 շաբաթ հետո նոր մենյուն կրկնվում է, այսինքն եթե մարդը մի օր մեկը ընտրի, մյուս օր մյուսը, մի ամիս ինքը ոչ մի ուտելիք չի կրկնում։ Մանրակրկիտ մտածել են մարդկանց համար։ Նաև 3 ամիսը մեկ մենք ամբողջովին փոխում ենք մենյու, որովհետև մենք օգտագործում ենք միայն սեզոնային թարմ պրոդուկտ։ Իսկ ինչ եք կարծում, հոգեբանության ոլորտում բաժանորդագրություն կաշխատի։ Ես մա դրա մասին էի ուզում հասնել։ Օրինակ դուք ինքներդ եկեք քննարկենք իմ кейսը։ Հա, եկեք հասկանանք, տեսեք, դուք սննդամթերքի մեջ խորացել եք, տեսել եք այդ երևույթը կա, հաշվի առել լիքը ֆակտորներ, հաշվի առնելով ընտանիքների փոքր լինելը, այսինքն սա հետևանքն է, այսինքն երբ որ գնալով մեր ընտանիքները փոքրացան, այսինքն մեծ ընտանիքներով այսօր մենք չենք ապրում փոքր ընտանիքներով, ենք ապրում հոգսեն ավելացել է, երիտասարդ ընտանիքի վրա հոգսը ավելացել է, մի հատ է պատրաստի, լիքը բաներ փոխվել է, հա։ Ինքներդ ինչ կբաժանորդագրվեիք։ Օրինակ ինչ կա, որ հասկացել եք, որ այ ես այս խնդիրը լուծեցի հասարակության, օրինակ ես կուզենայի, որ ինչ-որ մեկը իմ այս խնդիրը լուծեր։ Ես ինքս շատ բաժանորդագրություններ ունեմ իրականում։ Օրինակ նույն կոսմետիկան։ Ես միայն ստանում եմ կոսմետիկա բաժանորդագրությունով։ Շատ ավելի մատչելի է, շատ ավելի շատ պրոդուկտ է ստանում, ինչը պետք չի տալիս ես քույրերիդ իրենք են օգտագործում, այսինքն շատ խնդիրներ է լուծում։ Եթե լիներ այնպիսի սերվիս, որ ես կարողանայի բաժանորդագրվեի, որ ամեն առավոտ ժամը 8:20 իմ հետևից գար տաքսի, ես կբաժանորդագրվեի նաև այդ սերվիսին։ Այսինքն բաներ կան, որոնք իրականում օրվա ընթացքում մի քանի րոպե կարող է թվան, բայց օրվա վերջ զգում ես, որ դա ինչ-որ տենց ծանրաբեռնվածություն է քո վրա։ Շատ կարևոր է adekvat չափը, որ նույն օրը ոնց սկսեցինք, արթնացանք, նախաճաշը եկավ, մեքենան եկավ, հագուստս կապսուլավորված արդեն պատրաստ է, գալիս եմ աշխատանքի վայր արդեն լանչն է գալիս, ինչ եմ շահում։ Ժամանակ։ Բայց եթե այս ժամանակը չեմ հաշվում, ինչ ենք տեսնում ենք անդադ ուշացող գործարարներ, վերջնաժամկետները խախտող մասնագետներ, վերցնում են, ինչի են շատ վերցնում, որտեվ վարկը աճել է, ինքը պետք է շատ գումար աշխատի։
Ստացվում է, աղավաղումից հետ պահեցինք։ Խոսեմ նրա մասին, որ այս բանը աշխատանքային շուկան էլ է ուրիշ։ Այսինքն, եթե դու առաջ գիտեիր, ես առավոտյան 9-ին կգնամ աշխատանքի 6-ին կավարտեմ ու հետո իմ գործերով կլինեմ, հիմա այդպես չի, որովհետև դու 6-ին օֆիսից դուրս եկար, մեկ էլ զանգում են, մեկ էլ գրում են, դու մինչև ուշ գիշեր կոնստանտ ինչ որ նամակագրության մեջ ես, դու կոնստանտ քո ուղեղը ծանրաբեռնված է աշխատանքով։ Եթե դրան ավելացնենք տան հոգսերը, երեխաները եւ մնացած ամեն ինչը ու նաև այն որ դու առավոտ 9-ին գնում ես գործի մինչև ժամը 1-ը խոսում եք, բա ինչ պատվիրենք այսօր ուտելու, բա այսօր ինչ ենք ուտելու, բա դու ինչ կուզես։ Մեր օֆիսի քրոնոլոգիան է, մեր օֆիսի տարածքում չկա եւ մենք տենց երևի արդեն վերջի 4 տարին այդ խնդիրն է եւ հասկացել ենք հիմա որ ավելի լավ է հաց չուտենք ուղակի։ Իսկ Համլե ջան, մենք կլինիկայում, որտեղ 50 ավել մարդ կա, հարցը լուծել ենք, յուրաքանչյուր ամեն օր 2 հոգի տեղում պատրաստում է։ Օրինակ ժամանցային կտորում կարա հայտնվի բաժանորդագրություն։ Տեսեք, այսպեսի բան ասեմ, ես իրական չի մտածել սրա մասին մինչև ես, բայց հիմա որ դուք ասում եք, ես շատ եմ սիրում օպերա գնալ, շատ։ Իմ համար հիմնականում դժվարություն է այդ օպերան գնալը, որովհետև ես երբեք չգիտեմ ոնց իմանամ ինչ ներկայացում կա։ Օրինակ, եթե լիներ բաժանորդագրություն, որին ես կարողանայի բաժանորդագրվել ու ինձ գար, որ դու այս ամիս ունես 3 ընտրություն, որ մեկն ես ուզում գնաս, դա նշի գնա ու 3 օր է տալիս, հա, օրինակ։ Այս հենց օթից մտածեցի, որովհետև կարող է թե մի օր հրաշալի բան ասեցիք։ Ես ընդունում եմ որովհետեւ այս մոդելը կար խորհրդային միության տարիներին դպրոցներում ես քանի որ ես պատասխանատու եմ ամեն ինչ հնի որ այսօր ես հինը կլրացնեմ հետո ես այնքան սիրում եմ հինը այտենց ինքը հնոտ է դառնում հետո ռեբրենդինգ արած վերադառնում ասում եմ տեսեք ինչ նոր բան ենք օրինել ցիրկուլյացիան միշտ կա հա հիշում որ աբոնեմենտներ կային որ տրվում էին երամսյակի համար եւ 3 հատ ներկայացում կար դու պետք է գնայիր մասնակցեիր ու ինչ ներդարքիր այդ ամենը արվում էր նաեւ նրա համար որ ծանրաբեռնված լինեին բոլոր մշակութային հաստատությունները, որտեղ միշտ չի որ ամեն ինչը պետք է լինի կատակերգություն, ոնց որ դու ասեցի, եթե հետարքիր է, եթե մեջը հայտնի մարդ է, ապա գնում ենք այդ ներկայացմանը։ Բայց օրինակ ես դժվար է պատկերացնել, որ 18 տարեկան երեխաները, այտենց 17-16 տարեկան, հա, պետք է իրանցով այտենց նստեն մտածեն, կարող է գնանք պատկերասրահ մի հատ նայենք Այվազովսկու բան, բայց եթե դու բաժանորդագրված ես ու դա փաթեթի մեջ է, միգուցե գնաս ու դուրդ գա մի բան ավելացնեմ բաժանորդագրությունների հետ կապված իմ անձնական փորձից ելնելով ես հաշվել եմ որ ցանկացած բան ինչը երկարաժամկետ ես վերցրել եմ ես այդտեղ տուժել եմ որտեվ երբ որ դու վերցնում ես ինչ-որ բան բաժանորդագրությամբ դու ասում ես դե լավ օրինակ վերցնենք մարզասրահ գնալը եթե բաժանորդագրվում ես մի տարով ասում ես դե կգնամ Ամերիկայում նույնիսկ բիզնես մոդել կա մի հատ ամենամեծ ջիմերի ցանց են ստեղծել դու ուղղակի դե բաժանորդագրվում ես քեզ զգում ես լավ որ դու բաժանորդագրված ես ու չես գնում Իրանք նույն սրահ չունեն, հա? Հա, հիմա ես հաշվել եմ 12 ամսվա մեջ բաժանորդագրվել եմ, գնացել եմ 12 անգամ։ Հիմա օրինակ դա բիզնեսի տեսանկյունից ինքս ստանում ա կանխատեսելիություն, այսինքն դու ի սկզբանե մի բանի համար վճարում ես, կգնաս, չես գնա, կգնաս մեկ այրան, չես գնա ավելի լավ փող կաշխատի։ Հիմա Մարիամը առաջարկեց իր քեյսը քննարկենք, այո, հոգեբանության համար է կարելի այդ նույն քեյսը, օրինակ, չեմ, ունեք հաճախորդ, որը գիտեք տարին գալիս է 15 անգամ ստաբիլ։ Իրան առաջարկում եք 12 անգամ անոց փաթեթ, արժեքը մի քիչ ավելի էժան է կանում, ամբողջ տարվա համար, ինքը ֆիքսում է, հանգիստ է լինում, որ ինքը ցանկացած բայ կարող գնա հոգեբանի մոտ ու արդեն դրանից լավ ազգում չի գալիս, դուք եք անխատեսելի եկամուտ եք ունենում տարվա սկզբում։ Մեզ մոտ վիճակը շատ ավելի վատ է։ Եթե դուք 12 անգամ գնացել եք մարզասրահ, մեզ մոտ մարդը, ով ամեն օր բարկանում է, այնքան է բարկանում, որ կապտում է ձեռքերը սառում են, ինքը դեռ չի գնում հոգեբանի մոտ։ Ինքը մտածում է, որ ինքը ուղղակի ջղային մարդ է։ Եվ այդ նույն մարդը ով սնունդից կօգտվի առողջ սնունդ ասելով կամ նույնիսկ մարզասրահ կգնա մեզ հասնելու համար իրեն պետք է նյարդաբանը հոգեբուժ եւ ամբողջ ազգականները միասին դաշինք կնքեն մշակույթը դեռ մեզ մոտ գալու ինձ թվում է բաժանորդագրությունը շատ հեռու է մինչեւ ապովագրությունը մեր դաշտ չգա Հա, բաժանորդագրությունը մեր հետ չի աշխատի։ Որ գալիս են կներեք բանի համար, խորհրդատվության, ընդհանուր այդ մասայի համար կարելի է դա պատրաստել, որ օրինակ այդ կանխարգելիչ։ Բայց գիտեք երբ են գալիս, երբ որ երեխան արդեն 6 ամիս սենյակից դուրս չի եկել մուկ վարակույրներով, եւ դա սկսել է իրենց անհանգստացնել։ Իրական ես նույնպես իհարկե բան չեմ, մասնագետ չեմ, բայց կարծում եմ որ հոգեբանության առումով մենք դեռ շատ քայլեր ունենք անելու, որ ուղղակի մարդիկ չամաչեն հոգեբանի գնալու կամ տեսնեն, որ հարցեր կան, որ իրենք ինքնուրույն չեն կարող լուծել։ Իսկ անդրադառնալով ձեր ասացին, իրականում եթե մարդը ՍՎԽ-ով դիմում է սննդաբանի, սննդաբանը անպայման, ճիշտ սննդաբանը պետք է նաև ասի, որ այդ մարդուն հարկավոր է հոգեբանի հետ կոնսուլտացիա, ու դա այդպես է։ Դա բաժանորդագրության հարց չէ։ ՍՎԽ-ները իրենք հոգեբանական
տնտեսական հիմք ունեն, ոչ թե հենց ուտելիքի հետ կապված։ Իսկ օրինակ նվերներ տալը ինչ եք համարում, օրինակ կարելի է օրինակ բաժանորդագրվել, մարդը ուզում է։ Ես լավ անկեղծ ես մտածեցի, մարդը գալիս է ամեն տարի, պայմանական ասած, հա, մի հատ ինչ-որ ամսաթիվ եւ դու մտածում ես, այ մարդ, եթե ինձ փուշ անեին, ես այս մարդուն նվեր կանեի, այս մարդուն նվեր կանեի, այս մարդուն այնպես չի որ դա մեծ գումարներ է, բայց ամեն անգամ հիշել, մտածել, այդ process-ի մեջ նվեր, բայց եթե ինչ-որ մեկը այդ օպցիան վերցներ իր վրա, ես բաժանորդագրվում եմ ու այդպես նվերներ ա գնում, որպես աղջիկներ, խնդրեմ մտածեք։ Ոնց դու կնայեք, երբ որ ձեզ նվերը գա բաժանորդագրությամբ, այսինքն բացատրեմ, ձեր սիրած երկրորդ կեսը դից իր մեջ մտածել է, այ մարդ, որպես հոգատար մարդ կարող ես մոռանամ։ Արի ամեն 2 շաբաթը մեկ 5 շաբթի օրը թող ծաղիկ գնա։ Ու ձեզ ամեն 5 շաբթի օրը, դες բարև ձեզ ծաղիկ։ Ու դու գիտեք, որ այդ մարդը մի անգամ բաժանորդագրվել է, իր համար 52 շաբաթ այդ խնդիրը փակել է։ Ո՞նց դուք դրանք վերաբերվեք։ Դրա մեջ հոգի կլինի, ուզենաք էպես ստանալ։ Ես միայն ոսկե զարդերի դեպքում ուրախ կլինեի։ Այսինքն գումարն է որոշիչ։ Գումարը չէ, մնայունը։ Ես մնայուն ասեմ, նայած ում կողմից դա լիներ, եթե դա լիներ ձեր ասած երկրորդ կեսի կողմից, ես դրան լավ չէի վերաբերվի, որովհետև այդտեղ իմ համար էական չէր լինի, թե երբ ու ինչ նվիրվեց, էական կլիներ, թե որքան ջանք է դրա մեջ գործադրվել։ Իմ համար նվերը ջանքն է, բայց ինքը ջանք է գործադրել, ինքը նստել է ընտրել է ումը բաժանորդագրվի։ Հեշտացրել է իր կյանքը, մեր հաճախորդները, բայց ուրիշ բան ասեմ։ Այդ մարդուն կարելի ասել տարբերող էր ուղարկի, այսինքն որ երկու շաբթի անգամ մի բան ասեմ։ Եթե լիներ նման ծառայություն, որ ես կարողանայի բաժանորդագրվեի ու տարբեր տեսակի նվերներ անդադ առաքեին մեր տուն, այդ բոլորը պահեի ինձ, առիթների ժամանակ տանեի, դա կլիներ հրաշալի։ Իրականում հիմա ինչ այդ կոսմետիկայի բաժանորդագրությունները բայց դա խնդիրը չի լուծում, միջև վերջ։ Տեսեք, ես ինչ եմ ասում, որովհետև տեսեք, դուք տեսել եք խնդիր սննդի ոլորտում, բաժանորդագրություն եք առաջարկել։ Հիմա տղամարդկանց աշխարհում, հա, շատ դեպքերում բաց թողված հնարավորությունը ավելի խնդրեմ կամ փաստեք կամ ասեք այդպես չի էլի, որ մտածում եմ, այ մարդ, հա ճիշտ է էլի, պրոստը այնքան զբաղված էի, կարա էլի դրան էլ ուշադրություն դարձնել, սրան է կարա ուշադրություն դարձնել, բայց եթե դու կա մի հատ տարեկան փաթեթ մտար, մի հատ օպցիա դրեցիր, այդ գումարը քո բանկի հաշվից տանում են, բա տեսնում եք, բա այն թավով ձվածեղը տատիկի որ արժե զրկեցիք։ Եթե տղամարդկանց անունից ասեմ, բա չգամ տուն իմ կինը իմ սիրած ձևով ամառային աղցանը մատուցի կոտլետը կողքը։ Okay, բա կինը վարված լինի։ Շատ լավ, բա կինը չգա տուն ասի, այ քեզ բան, ես էլ եմ այդքան աշխատել, դու էլ, ես էլ պետք է երեխա լողացնեմ։ Այսօր է դու սարքի ես սալատը։ Ես երեխուն կլողացնեմ։ Այսինքն օրինակ է։ Իրականում մի քիչ այդպես չի մեր հայկական իրականության մեջ։ Ու այդ երեխան էլ բաժանորդագրված։ Մենք ունենք օրինակ մի հաճախորդ, ով որ իր կնոջ համար գնեց բաժանորդագրություն։ Որպես նվեր մենք իր կնոջ ամեն օր սնունդ ենք մատակարարում։ Իր կնոջ համար այդ շատ մեծ երջանկություն էր։ Հա, որովհետև տարածքային մոտիկ էր ու ոնց որ մենք խմբային բաժանորդագրություններ ենք անում, բայց քանի որ կողքի շենքում էր, խնդրեց նույնպես իրեն անենք, մենք միշտ ընդառաջում ենք նման դեպքերում ու ամեն օր ինքը ոնց որ այդ իր ֆիդբեքն է, որ իմ համար ասում էր ոնց որ ամուսինս մտածի, որ ես անպայման պիտի հաց ուտեմ, որ ես հանկարծ աշխատանքով չտարվեմ։ Այսինքն դա տենց կնոջ համար շատ հաճելի բան է, որովհետև ամուսինը խնդիր է լուծում։ Ես ում պրոստը հասկանամ ինչի օրինակ ծաղիկը որ բերելու է։ Ասեմ ծաղիկը խնդիր չի լուծում։ Հասկանում եք։ Երբ որ կնոջ ասեմ սկանդալային բացահայտում։ Ոչ մի կին, ով որ ասում է ես սիրում եմ ծաղիկ, չի սիրում հենց այդ ծաղիկը, սիրում է այն, որ մարդը մտածել է, առանց առիթ գնացել է, այդ ծաղիկը առել, բերել է։ Իսկ առանց առիթ, առիթին է պարտադիր պետք է անես։ Նաև չէ, այդպես չի, բաժանորդագրվեք ձեր առիթներին։ Ծաղիկներ։ Տղաներ, ինչ-որ նկատում եմ դիմադրություն ծաղիկ գնելը։ Ձեր ասած բաժանորդագրությունը պետք է ունենա ճիշտ սեգմենտ, այսինքն եթե ես ընտրեմ այդ բաժանորդագրությունը ու ամեն կիրակի օր իմ քրոջ տուն առաքեն ծաղիկներ, ինքը դա թեկուզ տևի 5 տարի ամեն կիրակի կլինի երջանիկ, բայց եթե այդ նույն բաժանորդագրությանը դիմի իմ ամուսինը ու ամեն կիրակի օր մեր տուն բերեն ծաղիկներ, մի ամիս հետո այդ բաժանորդագրությունը իմ համար էական չի լինի, ինչի, որովհետև ինքը մեկ անգամ աջանք գործադրել, մեկ անգամ է մտածել, հասկանում եք, դա նայած ում հանդեպ է, եթե կա այդպիսի բան։ Հա, նայած դա ում հանդեպ է։ Գոնե ընդունեք, որ դա արդար չի։ Շատ արդար է։ Մենք հետազոտություն ենք արել, հարց ենք տեղադրել, մեր էջում պատասխանել են։ Օգտվում եք որևէ վճարովի բաժանորդագրությունից։ 90%-ը պատասխանել է այո։ Եթե այո, մոտ քանի բաժանորդագրություն ունեք։ 57.1%-ը պատասխանել է 1-ից 5 բաժանորդագրություն։ Որքան հաճախ եք օգտվում բաժանորդագրություններից։ 85.7%-ը պատասխանել է կանոնավոր։
Շատ հետաքրքիր պատկեր տեսանք, այսինքն հետաքրքիր այնքանով, որ այն ինչի մասին մենք խոսեցինք, դա փաստացի տեսնում ենք եւ հետաքրքիր որ երիտասարդների շրջանակում ուզում եի հարցնել ինչ տարիքային սեգմենտ է մասնակցել։ Երիտասարդների մոտ ավելի շատ է, ովքեր ընտրում են առցանց բաժանորդագրությունները, առցանց եւ ոչ առցանց, այսինքն այն ֆորմատը, որ մարդիկ 1-ից 5 բաժանորդագրություն ունեն, այսինքն այն միջազգային տրենդը, որ մենք սկզբում տեսնում ենք, այդ միջազգային տրենդը, այդ մեր նշած տարիքային սեգմենտի համար նաեւ Հայաստանում կա։ Այսինքն երիտասարդները գնալով հակված են բաժանորդագրություններին, ես որպես երիտասարդության մի ներկայացուցիչ նույնպես ասեմ, որ բաժանորդագրությունը ինքը բավականին հեշտացնում է process-ը, այսինքն եթե օրինակ չխոսեցինք այսօր AI-ով եւ այլ տեսակի բաժանորդագրություններին, գործիքներին, որոնք դու բաժանորդագրվելով օգտվում ես եւ հիմա արդեն ուզես թե չուզես պետքա բաժանորդագրվես, որովհետեւ եթե դու դա չունես, դու ուղղակի կյանքից հետ ես մնում եւ դառնում ես ոչ մրցակցային։ Եվ այն ամենը ինչ որ ժամանցի հետ է կապված, ինձ թվում է դա է նաեւ այդ բաժանորդագրության ամենամեծ կտորը, քանի որ Netflix-ը, այդ ֆիլմերը, ինչ որ քո սիրած հաղորդումների բաժանորդագրությունները, էլի դու առանց դրա չես կարողանում։ Մի հատ հետաքրքիր քեզ կուզեի բացեի միասին քննարկենք, Apple ընկերությունը մոտ 5-6 տարի առաջ հասկացավ, որ այն մոդելը, որ միայն հեռախոս վաճառել, միայն նոթբուք վաճառել, այդքան ձեռնատու չի եւ սկսեց սերվիսները զարգացնել եւ հիմա իր եկամուտի մեծ մասը արդեն կազմում է սերվիսներ, այսինքն նույն բաժանորդագրությունները Apple-ի տարբեր cloud-ներին, խաղերի բաժանորդագրությունների ինքը ամեն տարի նոր բաժանորդագրության ֆորմատ անում։ Սկզբում սկսեցին երաժշտությունից, հետո խաղերից, հիմա իրանք իրանց Netflix-ի անալոգն են ստեղծել։ Այ կուզեի պատմեք Մարիամ ջան, դուք օգտվում եք այտենց on-line սերվիսներից, եթե չեք օգտվում, ինչի չեք օգտվում։ Ինչ վերաբերվում է Netflix, ֆիլմերի, երաժշտությունների եւ այլն հետ կապված, բնականաբար ես ունեմ նաեւ 4 երեխա, որոնք որ պահանջարկ ստեղծող։ Դուք եք բայց օգտագործում, թե իրենք են օգտագործում։ Ես կասեմ մենք ընտանիքով ենք օգտագործում, բայց շատ շատ ընտանեկան փաթեթներ էլ կա բաժանորդագրություն։ Այո, ընտանեկան փաթեթը հաստատ տանը կա, բայց ես որպես մասնագետ, որպես կին, օրինակ, կողմ եմ մշտական մարդու ներկայության, այսինքն իմ տան օգնականը շատ երկար ժամանակ նույն մարդն է։ Չեմ կարող բաժանորդագրվել մաքրման ծառայության եւ ամեն անգամ տարբեր խմբի մարդիկ գան։ Այ ես դրան եմ ուզում Բայց ասեի, մի բան հարցնեմ, այն որ դուք ունեք մշտական տան մաքրույթ, այն նույնպես բաժանորդագրություն է։ Իր հերթին դուք Այո, բայց քանի որ մենք փաթեթներ ենք քննարկում, ես այդ տարբերությունը ընդգծեմ։ Ես մի քիչ համաձայն չեմ, որովհետև իրանք բացատրեմ, էլի պայմանագրային հարաբերություններ են, ու ինքը կոնկրետ այդ մարդուն է ընտրել, ու այդ մարդու մեջ իր ընտրությունը կա։ Ու այդ մարդը, եթե պայմանական ասի, այսօր ներողություն էլի հիվանդացել եմ 4 օրով չեմ գա, ասա ոչ մի խնդիր, 5-րդ օրը արի։ Բայց եթե դա լներ կազմակերպություն, ձեր ասած բազուկ չես գուզում, դեղը գազարը կուղարկենք։ Չէ, մեկը գա 5 շաբթի օրը պետքա մաքրի։ Չէ, տեսեք, ես համամիտ չեմ, որովհետև հենց նույն մեր բաժանորդագրությունը թույլ է տալիս, որ դուք քեզ ասես, ես վաղը գործի չեմ գնալու, ինձ ուտելիք մի ուղարկի։ Ես հասկանում եմ, բայց մարդը որ գալիս է ձեր տուն, այսինքն մենք այնպես չի, չէ, որ պատկասեք, հիմա մենք խոսում ենք շատ նուրբ կտոր կա։ Կլինիկ ծառայության տեսանկյունից դու վաճառում ես ծառայությունը մաքրության, այլ ոչ թե վաճառում ես պայմանական անուշ տոտայի մաքրությունը։ Հետևաբար դու չես կարող ասես, եթե անուշ տոտան չի գալու, ինչ ուղարկես։ Ես հիմա մի հատ զվարճալի բան ասեմ, կարող է սա բաժանորդագրության մասին միգուցե չէ խոսքը, բայց օգնեք, օրինակ շատ երկար, երբ որ ես բնակության վայրը մայրաքաղաքում փոխել եմ, չեմ օգտվել սուպերմարկետներից, օգտվում էի շատ փոքր խանութից, ինչու որտեվ այնտեղ բանջարեղենը ուներ իր հոտը, բերում էին մարզերից եւ խանությանու ես կնքել էի գյուղի խանութ։ Այսինքն բայց տեսեք, դա շատ երկար տևել չէր կարող, որտեվ ընտրությունը քիչ էր եւ այլն, բայց այնքան երկար ես իրենց հետ աշխատեցի, օգտվեցի, հիմա դա բաժանորդագրություն է։ Չէ, դա ուրիշ է, դա ծառայության ընտրությունն է։ Եթե Հայաստանում կար այդ ֆորմատը, եթե չեմ սխալվում, հիմա չգիտեմ ինքը կա թե ոչ, ինքը բանջարեղեն էր ուղարկում, նույնիսկ գրասենյակներին լվացած, մաքրված եւ այլ, բաժանորդագրվում ես եւ ուղարկում են ամեն ամիս, տաննել են ուղարկում։ Այսինքն դա է բաժանորդագրությունը, երբ որ դու ոնց ասեմ, դու չես ճանաչում ու պետք է չճանաչես այն մարդուն, ով դա լվացել, մաքրել, կտրտել է, այսինքն կազմակերպությունն է պատասխանատվություն կրում ու ստանդարտներ է պահում։ Մենք խոսեցինք երկու տարբեր տեսակի բաժանորդագրությունների մասին, հա, բաժանորդագրությունը, որոնք իրենց մեջ ներառում են անձի գործոնը, հա, որ մարդ կգա, ձեր ասած, որ ես չեմ ուզի իմ տուն անդադ օտար մարդ կա, ու բաժանորդագրությունը որտեղ անձի գործոնը չկա, այսինքն դու ստանում ես բանջարեղենը, քեզ մեկը ով է լվացել, դու ստանում ես քո սնունդը, քո կոսմետիկ միջոցները, չգիտեմ, քո սերիալները ու այդտեղ չկա անձի գործոն։
Ինչ է ես ասում ձեր կոնկրետ աշխատակցի վերաբերյալ, այն որ դուք ասում եք ես ամեն օր գնում եի այդ խանութը, դա ամեն օր ձեր որոշումն էր։ Բայց դուք հիմա այս կնոջ հետ, օրինակ ինչ որ մի շրջան աշխատել եք, դուք հասկացել եք որ դուք այս կնոջը հավանում եք, ինքը ամեն օր գալիս է։ Դուք էլ ամեն օր չեք արթնանում մտածում որ զանգեմ կանչեմ, ասեմ որ ինքը գա։ Ինքը Եթե դա բաժանորդագրություն է, բնականաբար դա բաժանորդագրություն չի, բայց ի նկատի ունեմ այդտեղ ինչ որ մի լոգիկա կա, որը որ համընկնում է, որովհետև ընդհանրապես անձնային բաժանորդագրություններ որպես այդպեսին չեն լինում։ Դե այսեղ հուզա հոգեբանական առանձնահատկությունն է, որը ինձ համար AI-ի դարաշրջանում դեռևս երկրորդ պլանում չէ։ Մարդիկ այսօր շատ կարող են տեխնոկրատված ընտրություններ անել, իրենց արժև դնեն այդ հեշտ տարբերակները, նույնը վարորդի ընտրության հարցն է, նույնը երեխայի դայակի ընտրություն։ Դու այսօր կա դայակի ծառայություն եւ ամեն օր կարող ես տարբեր դայակներ տանը տեսնել։ Մակրության ոլորտ հենց դրա մասին է, դու ինչ էիր ուզում, դու մակրություն էիր ուզում, թե մակրոին էիր ուզում կոնկրետ լիներ։ Ասեմ, հանգստություն ես ուզում։ Այդ ամբողջ տեսեք, հենց այդ է հարցը, եթե մակրությունն էր պետք, ապա դա կարելի է բաժանորդագրվել, որտեվ կգան մարդիկ, մակրությունը կապահովեն, ստանդարտները կապահովեն, կգնան, բայց երբ որ արդեն դու խոսում ես տան մասին, տեսեք, այն ինչ որ բիզնեսում, այն ինչ որ օֆիսում է գրասենյակում, նույն մարդը երկու տարբեր ընտրություն է կատարում։ Երբ որ իրան պետք է գրասենյակում ինքը կարող է բաժանորդագրվել եւ կլինիկ ծառայությունը կգան ու նշանակություն չունի, այսօր անշտոտանա գեղամնա թե մեր հարազատ եղբայրները այլ երկրից, հա, ժամանած իրանք են դա անելու նշանակություն չունի, բայց երբ որ մենք խոսում ենք տան մասին, մարդը դա որպես ամրոց ընտրություն է կատարում, ու նայում ում է թողելու ներս, ով է լինելու, ով է լինելու ինչ պետք այդ դաշտում սրտացավություն։ Այ այդ է հարցը։ Տեսեք, նույն մարդը, նույն բանը երկու տարբեր ձևի ընտրություն կատարում։ Ասեմ, տեսեք, ինչն է տարբերությունը, հա, միտեղ դա հոգս ստեղծում է, միտեղ դա հոգսից ազատում է։ Երբ որ դա գործի տեղն է արվում, հա, ինչ որ օֆիսում արվում, դու գիտես որ այնտեղ սենց տենց միշտ կա մարդ, ով որ վերահսկում է, ու մակրոին չի կարող մտնել տեղեր, որտեղ որ իրեն թույլատրված չէ, հա, չի կարող։ Մինիմալ է, հա, հավանականությունը որ ինչ որ բան կգողանա, եթե եկել է որ տանը մաքրի, դու պետք է իր գլխին կանգնես, որ ինքը չմտնի քո զարդերի դարակ, որ ինքը չվերցնի այնց բան, որը որ չպետք է վերցնի։ Թրվառա կրավաթի վրա։ Չթրվառա կրավաթի վրա։ Դա ավել հոգս է ստեղծում կամար։ Այսինքն եթե ես պետք է ինչ որ մեկի հետևից գնամ, որ հանկարծ ինչ որ բան չլինի, ավելի լավ է ես մաքրեմ։ Դրա համար տանը նույնիսկ բիզնեսի մեջ, սիրելի գործընկերներ, կրկին նաև այդ խնդիրը կա, որ ասում ենք դե մաքրությունն է պետք, բայց այնքան նուրբ պահ կա, որ օրինակ անկյունա, որտեղ ուղակի նաև կարող է մարդու աչքից վրիպի, բայց հաճախորդը առաջինը կարող է հենց այդ անկյունը նկատել, որը փոշոտ է եւ այլն։ Դրա համար երկու դեպքում է, երբ որ դու ես մաքրում, տենց ուշադիր չես լինում հետո, քանի որ չես վճարել։ Այսինքն նկատի ունեմ, եթե տան մաքրողն տան անդամն է մաքրում, ինքը տենց մարակրկիտ հետո չի ստուգում, էլի ոնց որ։ Դե ինձ թվում է մի քիչ վիճելի է, որովհետև հա կողքի աչք ասվածը, հա, մեկ-մեկ որ դու շատ ես ինչ որ մի բանի մեջ լինում, սկսում ես թերություններ չնկատել, երբ որ դու կողքից ես նայում նույն գործընթացին, այն բոլոր թերությունները, որոնք որ քո համար տեսանելի չէին, հանկարծ դառնում են։ Ասենք մեզ մոտ մանկական բաժնում, աղի սենյակում, աղը սպիտակ, ինքը բաժինը մանկական, անգամ մի հատ մազը, որ ընկնում է հատակին, դա կարող է իսկույն երևալ, որ ես էլ որպես ծնող, եթե մտնեմ մանկական բաժին ու հատակին մազ նկատեմ, չոփ նկատեմ, ցանկացած բան, բնականաբար վստահության, տհաճության եւ բոլոր բաղադրիչները կառաջացնի։ Դրա համար երևի թե բաժանորդագրությունը ամեն ոլորտում չէ, որ կարող է տեղին լինել։ Իմ միտքը ավարտելով ասեմ, որ ես բոլորիդ հետ համաձայն չեմ։ Ես գտնում եմ, որ ցանկացած բան հնարավոր է բաժանորդագրությունով ձեռք բերել, դա կախված է թե ուղղակի ոնց է դա փաթեթավորում ու փաթեթիդ մեջ ինչ ես ներառում, նույնը կարող ենք ավելին տանել, հենց օրինակ բժշկական բաժանորդագրություն 3 ամիսում եք գնաս թերապևտի մոտ, լավ կլինես, լավ է, գնաս մի հատ ոնց է լինի մեր դեպքում է աշխատի, գնաս 3 ամիսում եք հանդիպես։ Ընդհանուր գնալով տենդենցիա ես տեսնում եմ ին վրա էլ հենց որ ես ամեն տարի գնալով անգամ երկուս ամենակիչը ավել բաժանորդագրություն եմ վերցնում ու բաժանորդագրությունը իմ համար երկու ձև է լինում մեկը աշխատանքային գործնական բաժանորդագրությունները որ
գործնական կյանքումս եմ օգտագործում եւ անձնական կյանքի, այո, անձնական կյանքինը մի քիչ ավելի քիչ է, քանի որ օրինակ եթե գործնական բաժանորդագրությունը դա ընկերությունն է վճարում, դու դեղ ուղակի ներկայացնում ես ինչ խնդիր ունես ու ինչի է դա քեզ պետք, անձնականը դե քանի որ քո անձնական ֆինանսն ես տալիս, մի քիչ ավելի զուսպ ես ընտրության հարցում, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ այս բանին այն դարաշրջանում ենք մենք, որ առանց բաժանորդագրությունների անհնար է ու ցանկացած բանել, ուղղակի ասում եմ բանը, լավ պետքա գտնել, թե ինչը կարաս բաժանորդագրես։ Հիմա մարդը մտածում է, այ մարդ, հետաքրքիր ծառայություն է, բաժանորդագրվիր ամսական 5000 դրամով եւ քեզ քո հասցեն նշում ես ամեն անգամ անակնկալ ինչ որ նվեր է գնալու, ծաղիկ, բոքս, քո սիրած մարդուն մի բան նվիրի։ Բայց այն կողմը դա չի գնահատելու որպես հոգատարություն, չէ։ Ասեմ տարբերությունը ինչու՞ն է։ Ոնց որ մենք կանայքս չեն գնահատում խորոված անող տղամարդուն, որ մեր համար 40 շոքին կարող է անել 600 աստիճան կրակի կողքը։ Այո, ես շատ եմ գնահատում։ Դու բացառություններ ես։ Խորովում սկզբից ինքը, հետո նոր միսը։ Կանանց մասին սկսեցին ասել, իմ աչքի առաջ եկան այն բոլոր տղամարդիկ, որոնք խոհանոցից հեռու չեն։